Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Հայաստանում նախընտրական զարգացումների մեկնարկը կարելի է համարել տրված։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ այս պահին քննարկվում է լայն կոնսոլիդացիայով ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն Կարապետյանը բացառել է անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնսոլիդացիան։ Նա չի բացառում համագործակցության հնարավորությունը Էդմոն Մարուքյանի ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Լայն կոնսոլիդացիայի տարբերակ հնարավոր է, քննարկվում է, ասել է Կարապետյանը։ Լայն կոնսոլիդացիայի տարբերակ հնարավոր է եւ քննարկվում է նաեւ տարբեր ուժերի հետ։ Եթե Էդմոն Մարուքյանը հաստատում է, որ շփումներ կան Սամվել Կարապետյանի թիմի հետ եւ համագործակցությունն էլ չի բացառում, ապա ինչ տրամադրություններ են Տեր-Պետրոսյանի ղեկավարացակում։ Ազատությունը կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանից փորձել է բարձելի պատասխան, նա փոխանցել է մենք կհամագործակցենք ցանկացած ռացիոնալ ու իրատեսական մտածողություն ունեցող քաղաքական ուժի հետ, որն ընդունում է իրական խաղաղություն կառուցելու Թալանի վերադարձը թույլ չտալու Հայաստանը ճիշտ ռելսերին դնելու մեր մոտեցումներն ու կանգնած է մեր պատմամշակութային ինքնությունը պահպանելու դիրքերին։ Խոշոր գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է հայտարարել մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Մասնակցելու է առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ես մտածում եմ, շփվում եմ, քննարկում եմ տարբեր ոլորտները տարբեր մասնագետների հետ։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրն այս վիճակից հանել։ Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում, պարտադիր չէ, որ կուսակցական լինեն, այլ մարդը տվյալ ոլորտի ներկայացուցիչ լինի, արդյունավետ, բանիված, ցանկանում է, որ իր երկիրը լավ լինի, հզոր, անկախ, ուժեղ ժողովուրդը հարուստ լինի, նշել է նա։ ԲՀԿ-ին խորհրդարանական ընտրություններին միանալու է դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որի ղեկավար Սուրեն Սուրենյանցը արդեն հայտարարել է Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրին միանալու մասին, նշել, թե ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում։ Նախորդ շաբաթ էլ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց 26-ի ընտրություններին մասնակցելու մասին։ Նրա խոսքով այս պահին երկու քաղաքական ընդդիմադիր ուժ կա, որ կմտնի խորհրդարան։ Բավական փոքր մարժայով է ՔՊ-ն, դեռ առաջին տեղում, բայց միասին այդ երկու միավորն արդեն շեշտակի ավելի են, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը, ասել էր նա։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է քաղաքական համագործակցություն սկսում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Նա չի բացառել, Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։ ՖԻՊ-ը հետազոտել է ռուսական տեղեկատվական ցանցերի հետ կապվող Մատրյոշկա անունով բոտային հաշիվները, որոնք ակտիվացել են սոցիալական մեդիայում, տարածելով տեսանյութեր Հայաստանի սպասվող խորհրդարանական ընտրությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Մասնավորապես հոկտեմբերի սկզբին Մատրյոշկա անունով բոտային հաշիվների տարածած 10 տեսանյութերը արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութեր են։ Դրանցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը համեմատվում է Գերմանիայի կողմից իրականացված հոլոկոստի հետ։ Հոլոկոստը այսպես կոչված վերապրածները պատմում են իրենց տանջանքների մասին, ասում, որ Փաշինյանը կառուցում է գազային խցեր եւ ժողովրդին կոչ են անում քայլեր ձեռնարկել նրանից ազատվելու համար։ Այս տեսանյութերում օգտագործվում են մանիպուլյատիվ ձևակերպումներ, ապա տեղեկատվական պնդումներ, օրինակ ենթադրություններ գազային խցերի առկայության կամ դիկտատորական ռեժիմի մասին։ Ագենստվո հետազոտական հարթակը գրել է, որ օրերս ռուսական ապատեղեկատվական ցանցի Մատրյոշկայի հաշիվները սկսել են X եւ Blue Sky սոցիալական ցանցերում տարածել տեսանյութեր, որոնցում հիշատակվում են Հայաստանում 26 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Բոտերի արգելափակիչ պրոյեկտի ներկայացուցիչը լրատվամիջոցին պատմել է, որ իրենց տվյալներով դեռ երբեք Մատրյոշկայի շրջանակում ընտրություններից առաջ այսքան շուտ քարոզարշավ չի մեկնարկել։ Այսպես հոկտեմբերի 7-ին Մատրյոշկայի հաշիվները հրապարակել են առնվազն 10 տեսանյութ, որոնցում հիշատակվում են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու վարչապետ Փաշինյանը։ Տեսանյութերում կեղծ բովանդակություն տարածող համակարգված խմբեր
գործիչներին օգտագործել են իրական մարդկանց մասնակցությամբ տեսագրությունների հատվածներ, դրանք մոնտաժելով այլ կադրերի հետ, որտեղ այդ մարդիկ չեն երևում։ Ձայնը ըստ ամենայնի արհեստական բանականության միջոցով է գեներացվել։ 4 տեսանյութերում օգտագործվել են Օսվենցիմի նախկին գերիների կերպարներ, որոնց անուններից ասվում է, թե օրինակ Նիկոլ Փաշինյանը գազային խցեր է կառուցում։ Նրան անվանում են դավաճան, իսկ Հայաստանի քաղաքացիներին համեմատում հրեաների հետ, որոնք սպասում էին, թե երբ է տեղի ունենալու ողբերգությունը։ Երկու տեսանյութերում բրիտանական ոստիկաններին վերագրվում են Հայաստանի իրավիճակի մասին կեղծ հայտարարություններ։ Մեկում ասվում է, թե իբր Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մարզել է հայ ուժայիններին, սովորեցնելով բռնություն կիրառել 26-ի ընտրություններից հետո հնարավոր բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։ Մյուսներում Փաշինյանին մեղադրում են Հայաստանը քանդելու մեջ, իսկ մի կեղծ ոստիկան էլ կոչ է անում հայերին չլինել հանդուրժող Նիկոլ Փաշինյանի կառավարության դեստրուկտիվ վարքագծի հանդեպ։ Մատրյոշկա ցանցը ռուսական ապատեղեկատվական հիբրիդային արշավների մի մաս է։ Այն օգտագործվում է կեղծ հաշիվներ, որոնք ներկայացնում են որպես արտասահմանյան հայտնի լրագրողներ, վերլուծական կենտրոններ, հանրային գործիչներ ու նրանց անունից տարածում ապատեղեկատվություն։ Ցանցը աշխատում է տարբեր հարթակներում՝ X-ում, Բլյուսկայում, YouTube-ում, Telegram-ում։ Իդեպ Մատրյոշկայի օպերատորների գործողությունները համակարգված են եւ ուղղված են որոշակի երկրների դեմ, եւ յուրաքանչյուր երկրի մակարդակում հարձակումները կազմակերպությունների ու հայտնի անձանց նկատմամբ կարող են իրականացվել նույն հերթականությամբ, ինչը վկայում է, որ օպերատորները օգտագործում են նախօրոք պատրաստված ցուցակ։ Եվ այդ պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Պարոն Արշակյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, մինչ կանդրադառնանք Մատրյոշկային եւ իրականացվող, այսպես ասած, հիբրիդային պատերազմին, նախ խոսենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ, ուրեմն զարգացումներից, ինչպես եք գնահատում, պարոն Արշակյան, արդեն որոշակի այսպես համախմբումների մասին են ազդարարում տարբեր նորաստեղծ ուժեր կամ հին ուժեր, արդեն հայտարարում են որտեղն են զբաղեցնելու, իրավիճակը մտահոգիչ է թե ոչ, պատկերը ինչպիսին է ձեզ, համեցեք 26-ից առաջ։ Պետք է մենք մտահոգված լինենք մեր երկրի անվտանգությունով եւ զարգացումով, ասենք չի կարելի ննջել, այդ իմաստով հարկավոր է զգոն լինել, իսկ այս նոր ալիքը, քաղաքական ուժերի ակտիվության նոր ալիքը աշնանային ես դրական եմ համարում, որովհետև սրանից ուղիղ մի տարի անցել 60,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ստորագրեցին մի ուղերձի տակ, պատվերի տակ, եթե կուզեք, կամ ասենք հանրաքվեջ է պարտադրանք Հայաստանի իշխանություններին, որ ռելսը փոխել այդ ծայրագավառից, պերեստրոյկայից մնացած ծայրագավառի պետությունը շուռ տալ դեպի այլ ուղղություն, դեպի Եվրոմիություն։ Ուղիղ մի տարի առաջ է եղել, իմիջիալից ես մի թիվել ասեմ, սա լուսանցքում գրեք, հա, գաղտնիք ասեմ, մի քանի օր առաջ միամտորեն Սարգիս Կարապետյանի թոռը հայտարարեց, որ ասեց, մենք 10% ենք զբաղեցրել, 10-ից պակաս տոկոսը, 60,000 ստորագրության դիմաց, մենք հավաքել ենք 5,000, ուրախությունով, հպարտությունով ասեց, գիտեք, մենք մեզ փաստորեն եղբոր որդին Նարեկ Կարապետյան։ Սարգիսը պապն է։ Հա, պապն Մենք դեռ շատ են, մենք հավանական գնալ կշփոթվենք։ Դրա համար ես հիմք եմ ընդունում գլխավորին, նահապետին։ Սարգիս Կարապետյանի ժառանգները հայտարարեցին, որ 10-1 հարաբերությունով հետևում են Եվրոմիության կողմնակիցներին։ Յուրաքանչյուր 10-ի դիմաց կա մի հոգի։ Հիմա ծրագիրը Եվրոմիության կողմնակիցների օրինական լրիվ օրենքով սահմանված կարգով համախմբված այդ քաղաքացիների ծրագրին հակադարձում են, համաձայն չեն, դեմ են հատուկ ուժեր։
Նրանք գտնում են, որ պետք չի Եվրոմիություն գնալ, պետք չի Եվրոմիություն գնալ, ընդհանրապես առաջադեմությունը դա հոգս է, դա հոգս է, դրա համար հարկավոր է մտածել, չարչարվել, կրթվել, առողջ լինել եւ այլն, դա հոգնեցնող է, գնանք ծերանոց, ծույլերի հավաքատեղի կա, որտեղ հանքերը, հումքը, վաճառում են, իրենք էլ լավ ապրում են։ Պատվիրակել ենք 1 տարի առաջ փոխել ռելսը երկրի։ Ռելսերը, այո, Ինչ է փոխվել այս ամենը։ օրենքը ընդունվել։ Օրենքը ընդունվել է, իսկ քայլերը դրան հետևող։ Մեր խնդիրը ձեզ հետ միասին ձեր աջակցությամբ ես կողմնակիցն եմ եւ աջակիցն եմ եղել այդ շարժման, հարկավոր է աշխուժացնել օրենքը ընդունած մարմնին, ազգային ժողովին, հիմա մենք կոչ ենք անում, որ աշխուժացնի գործադիր իշխանությանը, ավելի ակտիվ քայլեր արվեն այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ մեզ օգնում է, դա զարմանալի է, բայց ես որ ասացի պոզիտիվ է, իմ վերաբերմունքը դրական է։ Սարգիս Կարապետյանի ժառանգները օգնում են մեզ։ Իրենց նկարագրով թեկուս, այ ինչպես որ իրենք ներկայանում են, դա մեր օգտին է, դա իրենց գործի հակագովազդն է, իրենց գործը նույնպես հակագովազդ է, Հայաստանը դարձնել ծայրագավառ որևէ երկրի, դա հակագովազդ է պետական Հայաստանի գոյության, հակագովազդ դա է, այ չեք ուզում Եվրոմիություն, դանդաղում եք, անգործության եք մատնել ծրագիրը, տեսեք ձեր թիկունքից գալիս են, ձեզ կտանեն նորից, կտանեն Գուլագ, կտանեն Ստալինգրադ, կտանեն Կերչ, 100,000-ներով կգնաք կզոհվեք, Ղարսը կտանեն ձեզանից, Վանը կտանեն ձեզանից, նվեր կտան իրենց գործընկերոջը։ Մատներից վրա կարող եմ հաշվել, քանի տարի առաջ Արցախը տվեցին, ձեզանից խլեցին, տվեցին, Սյունիքի վրա իրենց լեզվով ասում բազար են անում։ Այդտեղ է, նրանք գալիս են։ Ես ուզում եմ ասել, որ մենք դժվար էր հիմա մեր իշխանություններին պարտադրելը, ստիպելը, հուշելը, դրդելը, որ գործ արեք, ժամանակն անցնում է, գնանք Եվրոպա, լավ կրթվենք, տեխնոլոգիաներ բերենք, Հատնաբերությունը զարգացնենք, էներգետիկան զարգացնենք, դատաիրավական բարեփոխումներ անենք դրանց փողերով։ Ժլատ եվրոպացիները մեզ փող են տալիս, որ դատաիրավական բարեփոխումներ անենք, էներգետիկային նվեր են տալիս, նվեր ասում են որակյալ էներգիա ունեցեք։ Եվ այլն։ Մենք անդադ պետք է գնայինք վատամարդ ենք լինում, էլի, դե գիտեք, հիմա հենց որ գնում ասում ես, պարոն Փաշինյան, հանձնաժողով ստեղծեք։ Կամ փոխվարչապետի ինստիտուտ ձևավորեք։ Մի կարևոր բան, որ մենք տեսնենք ու հաշվետվություն պահանջենք։ Իրենից չենք կարողանում պահանջել, խոստացել է չի անում։ Փաշինյանը հաշվետվություն չի տալի որոշ։ Խոստացել է, ասում ենք, դե լավ զբաղված է։ Կարևոր գործերով է զբաղված։ Եգիպտոս, Բրյուսել, Վարշավա, չգիտեմ ուր է գնում։ Ասում ենք, լավ զբաղված է, բայց ինստիտուտ ձևավորեք։ Ինստիտուտ Մենք պետք է անենք ու ամեն անգամ ասում են, եկանա, ինչ եք ուզում, տեսնում եք շոքա, տեսնում եք ցուրտը, անձրևը, աղբանոցը, վառվում այս այնա։ Հիմա մեզ օգնեց Սարգիս Կարապետյանի ժառանգները, մեզ օգնեցին սպառնալիքը, այդ արդեն հասկանալի է։ Ես զգում եմ, որ հիմա քաղաքացիական պայմանագրում անհանգստացել են։ Այնպես չէ՞ որ այդ դափնիների վրա քնեին։ Այդ սպառնալիքը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սարգիս Կարապետյանի ժառանգներին, որ մեզ օգնում են։ Այդ ճնշման տակ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը աշխուժորեն մեզ կտանի դեպի Եվրոպա։ Իսկ մյուս ամենակարևոր հարցը, որ դուք ինչ որ հենց նոր ասեցիք, ես բարեբախտաբար ես ինձ իրավունք եմ տվել ինքս ինձ, որ զբաղվել միայն հաճելի գործերով, կարդալ միայն հաճելի բաներ, կարդալ միայն որակյալ բաներ, լսել միայն լավ երաժշտություն։ Ուրեմն ես ձեր ասածները չեմ նայել, բայց եթե նրանք ուզում են համախմբվել,
եւ գալ իշխանության, պետք է անպայման ասեն, որ բարիկադի որ կողմում են կանգնում, որովհետեւ եթե կա Եվրոմիության հետ խորը, պարփակ եւ ել ավելի պարփակ համագործակցության ծրագիր ու այս իշխանությունը լծվել է այդ գործին, ուրեմն դուք որ ռելսերի վրա եք, դեպի ուր եք տանում մեզ։ Արված հայտարարություններից պարզ չի, պարոն Արշակյան, օրինակ, ես դրանց ծագումն էլ գիտեմ։ Իսկապես։ Իհարկե, բայց հիմա չի ուզում ձեզ ասեի, ես գիտեմ դրանց որտեղից են, նրանց արմատները որտեղ են, բայց ես հիմա կարեկցում եմ նրանց, անցել է այդ ժամանակը, իրենք լքված են։ Քոչարյանն ասում է, օրինակ մենք եւ մեր ձևով իրար հետ հաղթենք ԿՊ-ին։ Պրովինցիալիզմն է նրանց ձևը։ Ես շատ մեղմ եմ ասում։ Կարելի է, ասենք, տրեխների, փափախների, բաների մասին խոսել, կեղճկական կոլխոզի, կեղճկական որ ասում ենք, նկատում ենք կոլխոզի պարտկոմները, պատկերացնում եք, նվեր եմ ես ուղղակի, ինձ նվեր։ Կոլխոզի պարտկոմները հավաքվել են, ասում են, գնանք ներկայանանք, հրավիրենք, այսինքն սպառողական հոգեբանություն, ես ինչ եմ կոլխոզ եւ պրովինցիալիզմ ասում, դա սպառողականությունն է, եթե մենք ուզենանք լուսանկար կազմել, վիճակագրական լուսանկար պրովինցիալիզմի, չէ՞։ Ասեք, ինչքան հետաքրքիր է դրանց, ես նկարչական թեկումով դպրոցում եմ սովորել, նկարիչ չեմ, բայց տարրական բաներ անցել եմ, այդ կերպարը, որ սարքեինք, սպառողի, պատրիբիցել, իրանք գիտեն այդ լեզուն, պատրիբիցել, պաշտպանության, անվտանգության պատրիբիցել են, էներգիայի պատրիբիցել են, խնամքի պատրիբիցել են, սննդամթերքի պատրիբիցել, այսինքն սպառեն, թող գա զինվորը, ռուս զինվորը կանգնի մեր սահմանի վրա, մեր կանայք մեր համար հարթաթաթ տղաներ են բերում։ Ասում մեր տղաները չեն կարող ծառայել, ինչի ասում է, կնիկս հարթաթաթ երեխայա բերում։ Ոնց չի գնում քո տղան բանակ։ Այդ ոնց ենք, ինչքան ունեցանք, բոլորը զինակոչիկ դուրս եկան։ Բայց որ այդ 100,000 տղաները որտեղից մենք ենք բերել, չէ՞։ Սրանց ոնց որ հատուկ ընտրված լինի։ Անվտանգության սպառողներն ասում են, թող ռուսը գա, թող Իվանը գա մեր սահմանին կանգնի, թող կռվի, զոհվի, թող անձրևի տակ, արևի տակ, փոշու մեջ, թող ռուսը գա կռվի, մենք փող շինենք ու հարթաթաթ զավակներ բազմացնենք։ Ինչ եք այլասերում մեզ, մենք բոլորս այդպեսին չենք։ Ես այդ նկարը այդպես կսարքեի, զինը սպառող, ախորժակով, ախորժակ ունեցող, մեղմ է, չէ սպառողը, սպառող, չստեղծենք, չկառուցենք, չպաշտպանվենք, Երբ ասում եք նվերեն, պարոն Արշակյան, նկատի ունեք, որ նրան ժամանակն անցած է, ֆոտոգենիկ չեն։ Ես նկարի մասով ֆոտոգենիկ չեն, թե խարիզմա չունեն։ Հաճելի չեն։ Մարդը գալի ասում է, ձեր 60,000 դիմաց 5,000 էլ մենք ենք հավաքել, բայց թաքցրու, թիվը թաքցրու չիմանանք, բայց այդքան խելք չունես երիտասարդ։ Մենք արդեն 60,000 ստորագրություն ունենք, մեզ արդեն իմիջիալոց ոչ թե մենք ենք գնացել Եվրոպա, մեզ չեն էլ թողնում, այնտեղ դարպասներ կան, հատուկ սանիտարական ռեժիմ կա, դատվածություն են հարցնում, ինչ են անում, իրենք են եկել։ Մենք ոչ չգնացինք Տրամպի մոտ, Տրամպը եկավ մեղրի, մեղրեցիները կարող էին գնալ Ամերիկա սպիտակ տուն, չէ, իրենք եկան։ Իրենք ընդեր իրենց տանը նստած, իրենց պալատում նստած ասեցին, մեղրի մենք գալիս ենք։ Մենք փողը հիմա կուղարկենք, հետո ինքներս էլ կգանք, կամ էլ չենք գա։ Բայց իրենք են եկել։ Դուք պատկերացնում եք, Եվրոմիությունը ինքն է գալիս, հեռադիտակներ է ուղարկել եւ հեռադիտակի կողքն էլ մարդ։
Նախկին ոստիկան։ Պարոն Արշակյան, տեսեք, դուք խոսում եք 60,000-ի ըստ էության կարևորության մասին եք խոսում, բայց մենք ուրիշ ուրեմն զարգացումներ ենք զուգահեռ տեսնում։ Ես ուզում եմ անդրադառնանք այս Մատրյոշկա անունով բորտային հաշիվներին, որտեղ արհեստական բանականության միջոցով տեսնում եք, թե ինչ ուրեմն ապատեղեկատվություն է, բառի բուն իմաստով ապատեղեկատվություն ու հանրությանը ապակողմնորոշելու քաղաքականություն, ինչպիսի արշավ է Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի դեմ, ու փաստորեն, ինչպես ես նշեցի, փաստորեն աննախադեպ է, սովորաբար այսքան վաղ, այսքան շուտ ընտրություններից առաջ չեն սկսում։ Չեն համբերում եւ դրանց ճաշակը, բա դա էլ կարեւոր է, չէ՞։ Ուրեմն գնացի Գեբելսին դուք ընդօրինակեցիք, ուրիշ դասագիրք չունեիք ձեր ձեռի տակ։ Հետաքրքիր է, չէ՞։ Բա Գեբելսն էր ձեր համար նմուշ։ Գնացիք համակենտրոնացման ճա, այդ ձեր գուլագից խոսեիք։ Բա դուք էլ ունեք։ Բա Ղրիմի հայության աքսորի վերաբերյալ կա Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահի հրամանը 2014 թվականի մարտին Ռուսաստանի նախագահը այժմ գոյություն ունեցող ողջ է։ Վլադիմիր Պուտինը ասեց հայ ժողովուրդ ներողություն եմ խնդրում ձեզանից։ Մենք դաժանորեն, անմտորեն, անարդարացիորեն ձեզ արտաքսել ենք ձեր տներից, Ղրիմից։ Համեցեք վերադարձեք։ Մենք փոխհատուցում կտանք, մենք մեղավոր ենք։ Բայց դա ինչ չեք հիշում։ Հիշեք, ես չեմ հնարել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը 14 թվականի մարտ ամսին ասեց հայ ժողովուրդ ծնկի չեկավ, որտեղ չի կարողանում, նա պրոբլեմ ունի ողնաշարի, հիվանդ էր երկար ժամանակ, թե չէ ծնկի կգար Պուտինը, այդ բանը չէ, ինքը մարզիկ է, վնասել են ջյուդոյի ժամանակ մեջ կա, թե չէ ծնկի կգար մեզանից ներողություն խնդրել։ Հիմա խնդրել է մի անգամ ջարդ կազմակերպելու համար Ռուսաստանը մեզանից ներողություն խնդրել է։ Դուք այն որ ասում եք կարող ենք կրկնել, չէ՞, ռուսները դες բան ունեն, կարող ենք կրկնել։ Հիմա ուր եք մեզ տանում։ Այդ դա է հետաքրքիր։ Ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը կարող է մեծամտանալ, որտեղ դուք եք, այդ դուք եք, Գեբելսին եք բերել, բայց ինքը շփվում է, չէ՞, Պուտինի հետ։ Երևի ասում եմ բան էլի, ինչքան հնարավոր է լուսանցքային ոչ համարժեք մարդկանց աշխուժացրեք իմ թիկունքում։ Ապահովեց էլի Նիկոլ Փաշինյանը ապահովեց իր ապագան։ Իմ կարծիքով այդ դուք ոնց ասեցիք Մատրյոշկայի միջոցով։ Մատրյոշկայի միջոցով արդեն բաններ որակն է ընկնում, քաղաքական կուլտուրան ընկնում է, անկում է ապրում, լուրջ մրցակցություն պետք է լիներ։ Այհենա Տարոնը Աչեմյան, Աչեմօղլուն, դե հանդես է գալի Աղամբեկյանը, հրավիրեք Աղամբեկյանին էլ, եւ քանի որ Սուրբ հողում էին, Եգիպտոս էին գնացել, ես եմ կուրք մի սարքեք ձեզ, ոչ նոբելյան մրցանակ, ոչ Վալդայը, ոչ մի բան, Տարոն Աչեմյանը կուրք չի, դա լավ օրինակ, լավ դաս տվեց մեզ Տարոնը, ասեց ինչ, մի օքել Աղամբեկյան այնտեղում ենք, չէ՞ մենք, հետաքրքիր է դրանց նստացնել նույն սեղանի շուրջը, համոզեն մեզ, որ լավ ապրելը վատ է, հարուստ լինելը լավ չի փաստորեն, դա է, այսինքն մի քանիսի համար լավ է, մյուսների համար լավ չի, շատ հետաքրքիր դասեր ենք մենք խաղում, ես ոգևորված եմ, այսպես որ շարունակվի, ես նույնիսկ կարող եմ չգնամ ընտրություններին ծուլորեն, դե մեկը կընտրվի։ Մեկը եվրոպացիները եկել են, հեռադիտակով դիտորդներին ուղարկել են, ամերիկացիները կգան ճանապարհը կսարքեն, ֆրանսիացիները ջուրը կտան, մնում է մի աղբը հավաքել։ Իդեպ ես չգիտեմ, մենք ժամանակ ունենք, թե չէ։ Հավատում ենք արդեն, ասեք։ Հավատում ենք, 1997 թվականին Ճապոնիայի կառավարությունը, ես այն ժամանակ պաշտոնյա էի,
ինձ հանդիպեց։ Պատկերացնեք Ճապոնիան ինձ հանդիպեց։ Ասեցին 250 միլիոն դոլարի արժողությամբ աղբամշակման գործարան կառուցենք Երևան քաղաքի համար։ Ճիշտ այնպես ինչպես Սարայևոյում արել ենք։ 250 միլիոն մենք չենք տա, 50 միլիոնով իտալացիներն են ասես նվեր ենք տալիս։ Ճապոնիայի կառավարությունը ասես նվեր այդ գործարանը ձեզ։ Հետո Ռոբերտ Քոչարյան եկավ հեղափոխություն արեց այդ ժամանակ։ Ճապոնացիները անհանգստացան, հեռացան, աղբամշակման գործարանը նվեր։ Մենք ստանում ենք, ես մասնակցել եմ բանակցություններին Ճապոնիայի հետ։ Ասում են, բերենք մի քանի ամսում կառուցենք, համ էլեկտրական էներգիա կստանանք, համ օդը կմաքրվի, համ էլ աղբը կդառնա շինանյութ։ Ուրեմն այնպես որ մի անգամ Ռոբերտ Քոչարյանը մեզ մեր աղբը թողել է Երևան քաղաքում եւ մերձակայքում։ Տեսնենք այս անգամ ինչ է անելու։ Շնորհակալ եմ, պարոն Աշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Առաջինի տաղավարում զրուցում էի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։